Քոչարյանի որդին ավելի լավ է թող պատասխանի, թե 10 տարի ինչ է արել իր հայրը Հայաստանի համար, Հայաստանի բանակի համար։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի արձագանքն է Լևոն Քոչարյանի հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Աղետի գոտում, Գյումրիում հսկայական վերականգնման աշխատանքներ են կատարվել։ Փետրվարի 22-ին մի խումբ դաշնակցականների հետ միասին է Լևոն Քոչարյանը Գյումրիում հանդիպումներ անցկացրել։ Ինչ հետևանքներ է թողել Ռոբերտ Քոչարյանի կառավարումը այս երկրի համար, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ամենածանր խնդիրը, որի մասին շատ քիչ է խոսվում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը եւ իր կլանի հետևորդները, այսպես Կրեմլի վկաների ողջ փաղանգը փորձում են ներկայացնել, որ Ռոբերտ Քոչարյանի տարիները երկնիշ, եռանիշ բայց ինչի հաշվին էր այդ երկնիշ տնտեսական աճը։ Արդյոք այդ երկնիշ տնտեսական աճի հիմքում այն չէր, որ Հայաստանի Հանրապետությունից ամենամեծ արտագաղթն է եղել այդ տարիներին։ Ամենամեծ արտագաղթն է եղել այդ տարիներին ու մարդիկ հեռացել են, որովհետև այստեղ աշխատանք չեն ունեցել։ Դուք ո՞նց եք պատկերացնում երկնիշ տնտեսական աճ, աշխատատեղերի է ստեղծում եւ մարդը աշխատանք չունի։ Որովհետև մեկը հարցրել է Ռոբերտ Քոչարյանին այդ ֆենոմենի բացատրությունը։ Այս շատ կուզեի, որ գյումրեցիներն էլ իրենք իրենց այդ հարցը տային, ցանկացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ էլ այդ հարցը տար, ինչ հիշողություններ է մնացել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Քոչարյանը այնպեսի վիթխարի ժառանգություն է թողել Հայաստանի Հանրապետությունը, որ մինչև հիմա մենք այդ ժառանգության ծանրության տակից չենք կարողանում դուրս գանք։ Սկսած Լինսի հիմնադրամից վերջացրած հենց հիմա օրախնդիր դարձած երկաթողով։ Դա էլ է Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունը եւ դա նույնքան վերաբերում է գյումրեցիներին, որքան վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Եթե սկսենք Լինսից, սա ամերիկահայ բարերար Քրքորյանի հիմնադրամն էր, որ Հայաստանում գործեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Իր գոյության 22 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր։ Այդ տարիներին հիմնադրամը նաև Աղետի գոտի դարձած Գյումրիում բնակարանաշինության համար հատկացրեց 45 միլիոն դոլար։ Բայց Լինսով կառուցված բնակարանները շինարարական որակով մեղմասած չէին փայլում։ Դրա մասին նաև բազմաթիվ հրապարակումներ կան։ Բնակիչներն այդ ժամանակ էլ պնդել են, շենքին հատկացված գումարի 1/3-ն է իրականում ծախսվել, իսկ մնացածն ինչ-որ մարդիկ գրպաններն են դրել։ Իր տարիներին այլ ծրագրերը չհաջողած Քոչարյանը նաև այս ծրագիրը ձախողեց, ընդգծում է Ադամյանը։ Ինչ արեցինք մենք միլիարդատիրոջ գումարները։ Ամբողջ խնդիրը դա է։ Քրքորյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է։ Քրքորյանը շատ բաներ էր ուզում Հայաստանի Հանրապետության համար անել։ Արդյոք իրեն այդ հնարավորությունները տրվեցին։ Փառահեղ դատավճիռ է Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանիզմի համար։ Միայն այդ պատմությունը, ես ուրիշ ավելացնելու բան չունեմ, մեր կորցրած հնարավորությունների, մեր փակված դռների պատմությունն է դա, փակված դռներ մեզնից յուրաքանչյուրի համար, եւ կարող էինք այստեղ ծրագրային հարցեր լուծել, ոչ թե կոռուպցիայի խնդիր ձևավորել ըստ էության, ոչ թե ոմանց գրպանը լցնել եւ ձախողել։ Իսկ ձախողում համարվում է, քանի որ Լինսի հիմնադրամի գործունեությունը Քրքորյանը դադարեցրեց 2011-ին։ Բարեգործական գումարները ոչ նպատակային ծախսելու մասին պարբերաբար ծավալվող սկանդալների ֆոնին։ Դրանից հետո հիմնադրամում արկադրամական միջոցները 200 միլիոն դոլար փոխանցվեցին Կալիֆոռնիայի համալսարանին, այլ ոչ թե Հայաստանին։ Գումարը համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին նվիրաբերելու կապակցությամբ խոսակցություններ էին շրջանառվում, թե բարերարը նեղացած է Հայաստանի իշխանություններից։ Լինսի հիմնադրամը փառահեղ հնարավորություն էր Հայաստանի Հանրապետության համար։ Ամենայն դեպս այն Քրքորյանի անունը միայն բավական էր, որպեսզի Լինսի հիմնադրամով կառուցվեր Հայաստանի ոչ միայն Գյումրին վերականգնվեր, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում վիթխարի ծրագրեր լինեին։ Հիմա Քոչարյանն ուզում է Լինսը փոխարինել այլ հիմնադրամով, հարցնում է Ադամյանը։ Լինսը փոխարինում ենք տաշիրի միլիարդներով։ Աբսուրդ։ Լինսը կարող էր, Քրքորյանը կարող էր, Ամերիկայի Միացյալ Նահանգները դա իրեն կարտոներ, բայց դուք պատկերացնում եք Ռուսաստանից այստեղ, չասեմ 1 միլիարդ, ասեմ 1000 ներդրում լինի, եթե Սամվել Կարապետյանի իշխանություն չի, դուք դա պատկերացնում եք, դա նոնսենս է,
որևէ պարագայում դա բացառվում է։ Ադամյանը շեշտում է, Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչները տարատեսակ այսպիսի հայտարարություններով փորձելու են մոլորեցնել հասարակությանը, Հայաստանին զրկել ինքնիշխանությունից, վերադարձնել ռուսական ենթակայության։ Անդրադառնալով Լևոն Քոչարյանի մեկ այլ հայտարարության, թե հիմա մարդիկ վախի ու սպառնալիքի մեջ են, Ադամյանը հիշեցնում է. Վախի մթնոլորտն է, որ դու չես կարողանում քեզ քո տանը տեր զգալ։ Հիմա մենք մեր տանը մեզ տեր զգում ենք։ Հիմա մենք փորձում ենք մեր տանը տեր զգալու գործառույթները իրականացնել։ Հիմա մենք ուզում ենք ժամանակ չկորցնել այդ գործառույթները իրականացնելու։ Մինչդեռ թե Ռոբերտ Քոչարյանի 10 տարիները, թե Սերժ Սարգսյանի 10 տարիները կորած ժամանակ էին պետականության ու ժողովրդի համար։ Շատ լավ հիշում եմ ամենայն դեպս 2004 թվականի ապրիլի իրադարձությունները։ Շատ լավ հիշում եմ, թե ազգային ժողովից մինչև գրողների միություն ամբողջ Բաղրամյան պողոտան քանի օրեր լվանում էին եւ արյան մեջ էր։ Ռոբերտ Քոչարյանները, Լևոն Քոչարյանները փորձում են էլի վախեցնել։ Ես կարծում եմ այդ մարդը այլևս չի վախենում, որտեղ այդ մարդը հասկացել է իրենք ինչ էին ուզում, իրենք ինչ էին փորձում, իրենք ինչ էին պարտադրում եւ ինքը ինչ կունենա առանց իրենց։ Ադամյանը շեշտում է, հիմա քոչարյանականները փորձում են կասեցնել Հայաստանի ապագայի համար արվող յուրաքանչյուր քայլ, թրիփը Հայաստանի ինքնուրույն զարգացումը։ Իրականությունը ըստ նրա մեկն է, Քոչարյանի ու նրա ղեկավարած ուժի թիկունքում պարտված Հայաստանն է, ապագա չունենալու հեռանկարը։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։